Պարոն Թորոսյան, անդրադառնանք 1.5 տարեկան երեխայի ծեծի դեպքին, նշվում է, որ փաստորեն երեխան 1.5 ամսից ավել ծեծի է ենթարկվել մշտապես խորթմոր կողմից եւ փաստորեն ոչ մեկ չի իմացել։ Այս առումով դուք չեք տեսնում նախարարության թերացումը եւ աշխատակիցները, որ փաստորեն սոցաշխատողները չեն կարողացել հասկանալ, որ ինչ վտանգավոր պայմաններում են երեխաները մեծանում, իդեպ դա միակ երեխան չի, էլի երեխաներ կան։ Այս առումով չեք տեսնում ձեր թերացումը։ Նախ եկեք ֆիքսենք, որ նախարարությունը չի պատասխանատու տեղում երեխաների նկատմամբ այդ մոնիտորինգի ֆունկցիայով, դուք ինձնից երևի պետք է լավ իմանաք, վստահ այսքան լուսաբանելով, որ դա համայնքային ֆունկցիա է եւ համայնքում աշխատող խնամատարության եւ խնամակալության եւ հոգաբարձության մարմինն է դրա պատասխանատուն։ Մենք մեր միասնական սոցիալական ծառայությունով համագործակցում ենք այդ մարմնի հետ եւ ունենք խորհրդակցական ձայնի իրավունք եւ մենք մշտապես կապի մեջ ենք լինում նրանց հետ, եթե կարիք կա մեր միջամտության, այդ թվում երեխաների մեր ճգնաժամային կենտրոններ տեղավորելու, բայց դա չի նշանակում, որ ես պատասխանատվությունը դնում եմ այլ մարմնի վրա, ես ուզում եմ ասել, եկեք առնվազն գոնե հարցերը տալուց ճշգրիտ դրանք ուղենք։ Եվ հնարավոր է, որ ընտանիքում լինի դեպք, որի մասին ոչ մեկ չիմանա, կախված երեխայի տարիքից, որտեղ օրինակ երեխան այլ հաստատություն չի հաստատում, իդեպ այստեղ պետք է ներգրաված լինեն բոլորը եւ այնպես չի, որ ինչ որ մեկի պատասխանատվությունն է, եթե նման կասկած կա, այդ հաղորդումը պետք է տրվի եւ կրթական հաստատությունից եւ առողջապահական հաստատությունից եւ մնացած բոլոր այն պետական հաստատություններից, որոնց հետ հնարավոր է լինի շփում երեխայի կամ մոր եւ լինի նման կասկած։ Հիմա ամեն կոնկրետ դեպք պետք է նայել իր կոնկրետության մեջ։ Ընտանիքների դեպքում մշտապես անապահով ընտանիքները գնահատվում են տարեկան 1 անգամ մեր օրենսդրությամբ եւ եթե լինում է այդ գնահատման ընթացքում կամ որևէ ահազանգ, մենք դա միանշանակ անում ենք, ավելին, սովորաբար մենք ենք դրթում տարբեր այլ կառույցները, որպեսզի երեխաների հարցերով զբաղվեն։ Ես ինքս ամեն օր գրեթե մի քանի նման դեպքով զբաղվում եմ եւ պետք չի նաեւ բան անել նաև այդ դժբախտությունը այսպես տենց ուրճացնել եւ սարքել, որ ամբողջությամբ այդպիսի վիճակ կա հանրապետությունում, դժբախտաբար կան նման դեպքեր, դժբախտաբար մենք ճգնաժամային կենտրոններում ունենք դեռ տասնյակ, եթե ոչ հարյուրավոր երեխաներ, այդ թվում, որոնք օրինակ մենք նախապես իմացել ենք, որ ընտանիքում կարող է նման իրավիճակներ եւ վերցրել ենք ընտանիքից խնամակալության եւ հոգաբարձության մարմինների որոշումով եւ պահում ենք մեր կենտրոններում, բայց նաեւ լինում են դեպքեր, որոնք որ գնահատվում են ոչ այդքան սուր եւ չեն վերցվում երեխաները, լինում են դեպքեր, որ վերցնելուց հետո նաեւ վերամիավորման վերաբերյալ որոշումներ են կայացում, ամեն կոնկրետ դեպք։ Բայց ամեն դեպքում դեպքերը շարունակվում են։ Ես պատասխանեցի ձեր հարցին։ Դեպքեր են լինում, այս ամեն ինչի հասկանալի է, որ աշխատանքներ տարվում են, բայց առավել փաստորեն աշխատանքներ պետք է տարվի սուղությամբ։ Այո, դա մշտական գործընթաց է, որը ամենօրյա աշխատանք է պահանջում եւ արվում են այդ աշխատանքները։ Իսկ ծափաթաղի դեպքից հետո դուք հետաքրքրվել եք երեխաների վիճակով, որովհետեւ իրենք էլ էին սոցիալապես վատ պայմաններում ապրում։ Մեր ծառայությունները աշխատում են Ճամբարակի միասնական սոցիալական ծառայությունը, իրենց տարածքում եղած երեխաների հարցերով զբաղվում են, նորից եմ կրկնում, համայնքների խնամակալության եւ հոգաբարձության մարմինների հետ եւ անհրաժեշտություն, եթե կա որևէ միջամտության, որտեղ մենք դեր ունենք, դա անում ենք, ավելին մենք անցյալ աշնանը օրենսդրական մեծ փաթեթ ենք ընդունել, որով որ երեխաների պաշտպանության համակարգը մի առավել բարձր մակարդակի ենք բարձրացնում, նույնիսկ պետական բյուջեից ֆինանսավորում ենք նախատեսելու համայնքներում այդ աշխատակիցների համար, որ նրանք ավելի պատրաստված լինեն, ավելի շատ լինեն, որտեղ նաև պետք է կարողանան հասցնել բոլոր այդ ընտանիքներով զբաղվել, նաև համագործակցում ենք բոլոր հասարակական կազմակերպություններ, որոնք որ տարածաշրջանում աշխատում են եւ անում են նման ծրագրեր, մանկալքության դեմ ծրագրեր, տնտեսական զարգացման ծրագրեր ընտանիքներ, որպեսզի երեխաները կարողանան մնալ ընտանիքներում, ընդհանրապես մեր հիմնական խնդիրը միշտ պետք է լինի երեխային պահել ընտանիքում, եթե իհարկե այդ սահմանները չեն հատվել երեխայի լավագույն շահի ձեռներով։ Ընտանիքը կոնկրետ այդ 1.5 տարեկան երեխայի մամի քույրը խնամքի է հասցնել, մյուսների մասով։ Կներեք, բայց ես չեմ պատրաստվում երեխաների անձնական տվյալներ որևէ մեկին հայտնել։ Չէ, նկատում խնամքի արդյոք հանձնվել է։
ասացի, չեմ պատրաստվում ու չի կարելի այդ ամեն ինչը հանրայնացնել հենց այդ երեխաների լավագույն շահից ելնելով։ Բայց ստացվում է, որ երբ նման դեպքերը հանրային հնչեղություն ստանում են, լրատվամիջոցներն են գրում, նոր ինչ որ քայլեր են այդ առումով սկսվում։ Ոչ չի ստացվում, որտեղ ես քիչ առաջ նշեցի, որ կան հարյուրավոր երեխաներ, որոնք ապրում են մեր ճգնաժամային կենտրոններում, մոտ 150 երեխա, որոնք այդ նույն պայմաններում վերցվել են ընտանիքներից, հետո վերամիավորվել են, ու դուք դրանց մասին ընդհանրապես տեղյակ չեք, որտեղ այդ համակարգը աշխատում է, ու շատ լավ է, որ տեղյակ չեք, որտեղ այդ երեխաները հիմա նաև բանի տակ չեն, այդ տենց հանրային ճնշման, վաղը իրենց կյանքը դասավորելու տեսանկյունից եւ չի կարելի մի դժբախտ դեպքը պրոյեկտել ամբողջ համակարգի վրա, ու շատ լավ է, որ շատ հազվադեպ ցույց տվեք մինչև վերջ պատասխանել։ Երկու դեպքով չէ, կարող է դաժե 3 դեպքով լիներ այդպես, բայց դա չի նշանակում, որ համակարգը չի աշխատում եւ երեխաների հարցերով մենք չենք զբաղվում, ու շատ լավ է, որ մնացած բոլոր դեպքերով դուք ընդհանրապես տեղյակ չեք։ Ես հիմա ինքս իմ մտքում արդեն 5-6 դեպք ունեմ, որ վերջի մի քանի շաբաթում եմ ես զբաղվել եւ որոշում է կայացվել տեղափոխել, որոշում է կայացվել վերամիավորել, ու այդ process-ը մշտական process-ը, որը տեղի է ունենում։ Պարոն Թորոսյան, մամուլում տեղեկություններ կան, որ գերթանկարժեք հեծանիվ եք վարում 5000-ից 10000 Գերթանկարժեք հեծանիվը որն է, գերթանկարժեք Rolls-Royce-ի փոքր տեսակը։ Ես անդրադարձել եմ այդ հարցերին։ Իմ հեծանիվի գումարը իմ հայտարարագրում գրված է, ես դրան արդեն անդրադարձել, ես շատ ուրախ եմ, որ մամուլը այլևս չի կարող մեզ մեղադրել, օրինակ, չգիտեմ, $200,000 մեքենա առնելու անհայտ փողերով եւ մեղադրում է մեր սեփական աշխատած փողերով հեծանիվ առնելու մեջ։ $10,000 արժի հեծանիվը։ Ինչ։ Այսօր այդ հեծանիվով եք եկել։ Չէ, այսօր այդ հեծանիվով չեմ եկել, որովհետեւ դեռ ցուրտ է։ Այսինքն չեք հերքում տեղեկատվությունը։ Ինչ կա, հերքելու ասում եմ, ես իմ հայտարարագրի մեջ գրել եմ, ի՞նչն եք ասում, իմ հայտարարագրի մեջ դա իմ հայտարարագրի մեջ գումարը գրած է, ինչքան է, 10,000 չի, 7,000 եվրո է։ Երեք ասացիք նաև, որ արցախցիների համար նախապայման նոր ծրագիր կա, այսինքն նաև այդ դժգոհությունների ֆոնին դա տեղի ունեցավ, որովհետև ոչ թե դժգոհությունների, այլ արցախցիների որ ծրագրի մասն է խոսքը։ 1 միլիոն Դա նոր ծրագիր չի, դա ընդհանրապես մեր եղած ծրագրի փոփոխությունն է, որոնք որ ժամանակին նաև արվել են այլ կտորներով, այս անգամ էլ որոշում է կայացվել Երևանամերձ համայնքներում 3 միլիոնը դարձնել 4 միլիոն ծրագրի մոնիտորինգի արդյունքում հարցը դժգոհությունը չի, հարցը այն է, որ այդ հատվածներում կան ավելի շատ հնարավորություններ բնակարան ձեռք բերելու, նաև ունենալու զբաղվածություն եւ մենք դա հաշվի առնելով այդ փոփոխությունները արել ենք ու ոչ միայն այդ փոփոխությունը, այլ փոփոխություններ են մոտակա կառավարության նիստերին արվելու, մենք նաև ունենք ուրիշ ծրագիր երկարատև վարձակալության, որը հուլիսի 1-ից է սկսվելու, այդ մասով էլ նախապատրաստական աշխատանքներ են կանում։ Մեկ անձից բաղկացած շահառուն ինչպես կարող է 4 միլիոն դրամով իրեն բնակարան։ Ես արդեն ասացի, եթե խոսքը վերաբերում է երկարատև վարձակալության ծրագիրը մեր ավագ սերնդի եւ հաշմանդամություն ունեցող քաղաքացիներին է վերաբերում, ինչ վերաբերում է ընդամենը մեկ անդամից բաղկացած մեր քաղաքի, եթե դա աշխատունակ տարիքի քաղաքացի է, ես կարծում եմ, որ հավելյալ վարկային միջոցներ ձեռք բերելով մեր այն քաղաքներում, որտեղ կան 5 միլիոն դրամ արժողությամբ սերտիֆիկատի իրացման հնարավորություն, կարելի է ինչ-որ անշարժ գույք ձեռք բերել եւ հետագայում էլ նաեւ զարգացնել, բայց մենք նայելով նաեւ ծրագիրը հետագայում չի բացառվում, որ նաեւ այլ որոշումներ կայացնենք։ Պարոն Թորոսյան, 7000 եվրո ասացիք, ոնց որ հեծանիվ արժողությամբ հեծանիվ արդյոք թանկարժեք չէ ձեր կարծիքով։ Ճոխություն չէ նախարարի համար։ Ես չեմ հասկանում, անկեղծ ասած դուք ինչ եք հարցնում։ Ճոխություն չէ, նկատի ունեմ այդքան թանկարժեք հեծանիվ վարելը։ Իմ նախասիրությունները այդ եմ առնում, ասենք 3000-7000 եվրոյի ավտո չեմ առա, հեծանիվ եմ առա, ի՞նչն է խնդրեմը։ Հիմա որ ասեի 20000 եվրոանոց ավտո ունեք, ասելու եք ճոխություն է, թե ճոխություն չի։ Կամ ասենք $1000 ժամացույցը ճոխություն է, թե ճոխություն չի։ Իմ օրինական եկամուտներով առված գույքը ինչ կապ ունի, ճոխություն է, թե ճոխություն չի։ Ասում եմ, ուրախ եմ, որ 2026 թվականին Հայաստանի Հանրապետության նախարարը կարող է մեղադրվել հեծանիվ ունենալու մեջ, այդ թվում 7000 եվրոանոց։ Ավտոմեքենա չեք վարում։ Վարում եմ, բայց ինչ չեք ավտոմեքենայի մեջ մեղադրում, օրինակ $20000-անոց։
Ուզում ասեմ, որ պետք չի այդքան ընկնել ժողովուրդ հարգելի գործընկերներ, ուրիշ հարցեր ունեն։ Ոչ մեկ չի ընկել, ընդհանրապես հարց են տալի։ Մինչև պաշտոնյա դառնալը ինչ գնի մեքենա եք վարել։ Ավելի թանկ եւ մինչև պաշտոնյա դառնալը շատ ավելի բարձր աշխատավարձ են ստացել, քան պաշտոնյա դառնալուց հետո։ Դա նաև միլիոնավոր պարգևավճարներն են օգնում եք։ Շատ ավելի բարձր աշխատավարձ են ստացել, քան նախարար դառնալուց հետո։ Շնորհակալություն։